Այդ որ ասում եք ուժեղ եք, ինչով եք ուժեղ արա։ Արայով մի խոսա, ոնց որ երաշտություն ուզում ես թարգես, գողական գնաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ընտրություններում իր առանցքային մրցակիցների թե մտավոր եւ թե ֆիզիկական կարողությունները։ Փաշինյանն այսօր կոնկրետ մարտահրավեր նետեց իր բնորոշմամբ թույլիկ օլիգարխներին միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին եւ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին առաջարկելով հենց ուղիղ եթերում ցույց տալ, թե նրանք որքանով են իրենից ուժեղ։ Այդ մի հատ հասկանանք, իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ, բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ, թող գան, իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ։ Կընդունի արդյոք Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի սպորտային մարտահրավերը։ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը իր հեծանվային կարողություններով հպարտացող Փաշինյանին հիշեցնում է, ԲՀԿ առաջնորդը ժամանակին հռչակվել է բասկամարտի աշխարհի չեմպիոն եւ այսօր էլ շարունակում է ամենօրյա մարզումները։ Ծառուկյանի խոսնակը միաժամանակ շեշտում է Հայաստանի խնդիրները ձգումներով, հեծանվավազքով կամ ինչ-որ բան ուտելու մրցավազքով չէ, որ պետք է լուծվեն։ Իսկ մարտահրավերը ընդունելու է պարոն Ծառուկյանը, օրինակ։ Մենք այլոց թելադրած մտածածին օրակարգերի մեջ չենք ներքաշվելու։ Գագիկ Ծառուկյանը բասկամարտի աշխարհի չեմպիոն է եղել, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, առողջ ապրելակերպի ջատագով սիրահար ամենօրյա ռեժիմով մարզվող, այսինքն իր կենսակերպով Գագիկ Ծառուկյանը ամենօրյա ձևաչափով է ցույց տալիս առողջ ապրելակերպի կարևորությունը, այլ ոչ թե իմիտացիոն գործընթացներով։ Այսինքն եթե սպորտի առումով մրցակցություն լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա դժվար թե տանուլ տա սպորտային այդ մրցակցության մեջ։ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի այդ մրցակցության մեջ չի պատրաստվում մտնել, բայց Գագիկ Ծառուկյանի սպորտային ձեռքբերումներն ու հաջողությունները անքննելի են։ Թողան Գագիկ Ծառուկյանին ու նաև Սամվել Կարապետյանին ուղղված Փաշինյանի այսօրվա չելենջը միայն սպորտային կարողություններին չէր վերաբերում։ Վարչապետը առաջարկում էր նաև մտավոր բաթլ անցկացնել կրկին ուղիղ եթերում։ Ուրիշ ինչից են ուժեղ։ Ուրիշ ինչից են, ինտելեկտից են ուժեղ։ Թող մտնեն ուղիղ եթեր իրանց ինտելեկտը ցույց տան։ Թող իրենց ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրանց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն թույլիկ են եւ վերլուծական մտքով եւ բառապաշարով։ Ավելի ուշ արդեն իր աշխատասենյակից Փաշինյանը կոնկրետ աշխարհագրական գիտելիքները ստուգող հարցեր էր մտածել։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ։ Ծառուկյանի մտավոր կարողությունները կասկածի տակ դնող վարչապետին ԲՀԿ առաջնորդի խոսնակը հիշեցնում է 2018-ի հեղափոխությունից հետո իշխանության եկավ մի թիմ, որի մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չուներ, ինչի արդյունքը Տոնոյանի խոսքով բոլորը տեսան իրենց մաշկի վրա։ Այդ թիմի ղեկավարի ասացների լավագույն վկայությունն ու արդյունքը այսօրվա Հայաստանի Հանրապետության իրավիճակն է իր պատմական աղետներով, իր գոյաբանական խնդիրներով։ Փաշինյանը, որ այսօր հորդորում էր մրցակիցներին ուղիղ եթերում ի ցույց դնել իրենց մտավոր կարողությունները, եւս մեկ անգամ պնդեց, թե տնային կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված չէ ուղիղ եթերում խոսելու հնարավորությունից։ Փաստորեն ուժեղ տղեկը քննիչից վախում են։ Ոչ թե վախում են, այլ սարսափած են, դրա համար չեն մտնում ուղիղ եթեր եւ հաղորդակցվում հանրության հետ, որովհետեւ վախենում են, քննիչը կարող է ջղայնանա եւ կարող է ականջները քաշի։ Անկամ եթե գործը այդ լավ չի գնում ու տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ պահել հավասարակշիռ եւ հարգալից մարդկանց հետ։ Մինչդեռ Կարապետյանի փաստաբանները շարունակ պնդում են, թե միլիարդատեր գործարարը ոչ թե խուսափում է հրապարակային խոսքից, այլ պարզապես ֆեյսբուքյան լայվեր անելու հնարավորություն չունի, քանի որ սահմանափակումների տակ է։ Ավելին, ինչպես Կարապետյանի թիմակից փաստաբան Արամ Վարդևանյանն էր օրերս պնդել, պրոբացիայի ծառայությունն այդպես էլ իրենց դիրքորոշում չի տրամադրել, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել։ Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է
Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Կարող է թողը մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից այսօր հակիրճ են արձագանքել Փաշինյանին, պարզապես նրան առաջարկելով իրենց օգնությունը։ Մենք լիովին հասկանում ենք իրեն, Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում եւ գիտակցում է, թե ինչ է կատարվում։ Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով 2 ամսից լքելու է պաշտոնը։ Նրա արձագանքը շատ բնական է։ Փաշինյանը խուճապի մեջ է եւ ունի դրա հիմքերը։ Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել։ Փաշինյանը մինչդեռ այսօր կասկածի տակ դրեց նաեւ Ծառուկյանի ու Կարապետյանի կուտակած հարստության օրինականությունը։ Իրանք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով։ Իրենք թույլ են, որպես բիզնեսմեն, իրենք թույլիկ են ուղղակի։ Այդ մարդիկ իրանց փողերի մի հսկայական մասը իրանց չի։ Օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինն է։ ԲՀԿ առաջնորդի խոսնակը վարչապետի այս մեղադրանքներին ի պատասխան հիշեցնում է Գագիկ Ծառուկյանին վերագրվող հայտնի կաշառքի գործը, երբ 2020-ին Ծառուկյանն այդ մեղադրանքով զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա կալանավորվեց եւ 6 տարի ձգված քննությունից հետո խոշոր գործարարը դատարանի կողմից արդարացվեց։ Կարապետյանները Փաշինյանի կոռուպցիոն մեղադրանքներին դեռևս չեն արձագանքել։